Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, հետախույզի օրագիրը հաղորդաշարն ենք մենք սկսում FM 106 եւ 5 հաճախականությամբ, սա Վովա Վարդանովի հեղինակային հաղորդաշարն է, ով առաջին խոսափողի մոտ է, Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում երկրորդ խոսափողի մոտ, բաժանորդագրվեք լրատվական ռադիոյի գործարար ալիքին թվային հարթակներում, Instagram-ում, Telegram-ում եւ YouTube-ում իհարկե, ողջույն հրամանատար։ Բարի օր։ Մենք շարունակում ենք քննարկել աշխարհում այս պահին ամենաթեժ երկու կոնֆլիկտները եւ մեզ հետ ամենաշատ կապ ունեցող իհարկե նաեւ կքննարկենք թե մենք ինչ դասեր պետք է խաղենք այդ կոնֆլիկտներից, որից սկսենք Ուկրաինայից թե Պարսկաստանից հրամանատար։ Երևի Իրանից, որտեվ ավելի մոտ ամեզ էլի վերջապես։ Իսկ այդտեղ դասեր կա խաղելու մեր։ Միանշանակ։ Նախ մենք պիտի հասկանանք, ասենք, Իրանի այս վիճակը ուր է տանում։ Ես Իրանի հետ կապված ես, երբ որ զինադադար բան այդպես բաներ եղավ, միանգամից հիշեցի բանը իմ ժամկետային ծառայության ժամանակ բան ունեինք, մի հատ օֆիցեր կար, կապիտան Կիսիլովը, ինքը սիրում էր էլի, ասենք, երբ որ դեբիլ ենք մենք մեզ ցույց տալի, որ ասենք սխալ ենք բան անում, մտավոր աշխատանք չենք ցուցաբերում, անցնում էր անուն հայրանունի ու ինձ ասում էր Владимир Леванович, я вас прошу, зрите в корень, то есть բանա խնդրում եմ արմատին նայ, էլի ասենք բանա հասկանալի է որ Իրանը չպարտվայեց բան էլի, բայց Իրանը հաղթել է, լավ էլի, լուրջ։ Չէ, դե հրամանատար հաղթանակ չի, Նիչե խաղալ է Ամերիկայի հետ կներեք քրական հայրենիս համար։ Ասեմ ոչ, որովհետև գալիս ու բանա կրկնվում է այն, որ ես ստիպված եմ ասել, էլի ասենք Ռուսաստանը էլի պայքարում է իրականում Ամերիկայի արևմուտքի ասենք հավաքական դեմ, ասենք եւ հաստատ, քանի որ արևմուտքը իր դեմ կռվում է Ուկրաինայով, Ուկրաինային կհաղթի պատերազմում, բայց կպարտվի խաղաղությունը։ Այդ նույն ձևով Իրանը պարտվում է խաղաղությունը։ Ինքը խաղաղությունն է պարտվում, որովհետեւ երբ որ երկարաժամկետ խաղա գնում, երկարաժամկետ պատերազմ է գնում, հաղթում այն, որ ավելի երկար է ծրագրավորում, ով քեզ ստիպում է այսօր ինչ-որ տակտիկական սցենարների մեջ պատասխան տաս, ստրատեգիան ոնց որ ասած կողմ դնելով։ Ինչ է տեղի ունենում, ասենք Իրանում, որ մտածում ես թվում է թե Օրմուզ հեսա փող կհավաքի Օրմուզից բան։ Ոչ, տես չեղավ։ Չէ, նավթ կսկսի ծախել հիմա։ Այդտեղ հիմնական խոսակցությունը սանկցիաներն է։ Իսկ հիմա նայենք դրան, որ ռմբակոծությունների բաների պատճառով, նաև դրա պատճառով, որ փաստացի բլոկադա էր դեռ չհայտարարված Օրմուզում, ամերիկյան նավերի կողմից, իրանք հենց այնպես չէին եկել Օրմուզի դիմաց շարժվել, ասենք Հնդկական օվկիանոսում։ Իրանական նավթի արտադրությունը տեն բանը այդ նավթահորերից արտադրությունը փոքրացնում էին ծավալը։ Եվ այդ փոքրացնելը բերել էր դրան, որ իրանք հիմա այս համեմատաբար խախանդ օրերը, որ մոտ 1.5-2 ամիս ունեցան, իրանք չկարողացան վերականգնեն ամբողջությամբ Իրանի նավթի արտադրության բայց այդ հնարավոր պատերազմական ծավալները։ Հնարավոր էր։ Ոչ, միանշանակ ոչ։ Ինչի համար էր հենց այդքան զինադադարը։ Միջև վերականգնեն ծավալը, նախապատերազմական ծավալի բերեն արտադրության, բրծավ այդ զինադադարը, լրացավ 60 օրը եւ հենց այդպես էլ ասենք սցենարը զարգանում է։ Նորից հարվածներ գնացին, ինչը թույլ չի տալի, որ Իրանը ոնց որ ասած սկսի այդ համեմատաբար խաղաղ օրերից օգուտ քաղել, ինչ որտեղ կոմպենսացնել թեկուս իր սեփական նավթը վաճառելով, ասենք այն պատերազմի կորուստները, որ ինքը ունեցել է։ Ամերիկային էլ դա վնաս, միանշանակ, ինքը իր ռեզերվներից է, չէ՞ նավթը օգտագործել։ Այս բավականին մեծ քանակի, ասենք ռեզերվներից նավթ է օգտագործել, անգամ Վենեսուելայի աշխարհի ամենամեծ հայտնաբերված նավթի բանը չկոմպենսացրեց, որովհետև բանը Վենեսուելայի նավթը ծանր է, հետո պետք է թեթև նավթ խառնվի եւ այլն, որ ինքը ինչ որտեղ բան ունի, բայց մեկը դա էլ եթե ամեն ինչը լավ լիներ, մեկը չէր փագելու այդ բանի
մերձավոր արևելքի զգալի մասը, ասենք որ նավթը բլոկադայի մեջ է գտնվում Պարսից ծոցում։ Եվ Ամերիկան իր պաշարները բաներ անում, օգտագործում էր հսկայական տեմպերով։ Հիմա այս 2 ամսվա մեջ պակասացրել է այդ բաների օգտագործումը պաշարների, ստեղ մի հատ ուրիշ խնդիր է առաջանում։ Լավ ասենք թե նորից վերսկսվում է պատերազմական գործողությունը եւ Ամերիկան նորից սկսում է իր պաշարները օգտագործել, որոնք նշ չի որ անսպառ են, էլի, վաղ թե ուշ վերջանալու են։ Ամերիկան անելու է այդ ծինի տալկա, էլի, ասենց քիչ թե շատ բզբզալով, խաղաղացնելով, նորից անելով, ինքն է օրակարգը թելադրում, Իրանը չի թելադրում։ Եվ Իրանը լավ հասկանալով, որ իր մոտ մի քանի միլիոն մարդ աշխատանքից զրկվեց, հասկանալով, որ ասենք հսկայական քանակ գործարաններ են վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել, ինքը այդ սոցիալական լարվածությունը իր մոտ ոչ մի ձև չի կարանալու մեղմի, բացի լայնածավալ շինարարությունից, իսկ շինարարությունը քիչ թե շատ խախանդ ժամանակաշրջան է ուզում։ Այ հենց մի քիչ խախանդվում է, այս բզոցիները լինելու են, այդ կոնգրեսի օրենքը շրջանցելու, այդ 60 օր պրեզիդենտը սեփական պատերազմ վարելու իրավունքից օգտվելով, մի քանի ամիս հետո նորից կվերսկսի, ու այդ ամեն ինչը կբերի դրան, որ իրանական պետության գլխին լուրջ վտանգ է կախված, որտեղ այդ սոցիալական լարվածությունը դա լավ բանի երբեք չի բերել ոչ մի տեղ, ոչ մի երկրում։ Հիշենք, որ Վիետնամի պարտվելու ամերիկյան զինված ուժերի պարտվելը եղավ ոչ թե մարտի դաշտում, այլ սոցիալական լարվածության հետևանքով, որը առաջացել էր Ամերիկայում։ Կարճ ասած, Իրանը որպես պետություն շատ լուրջ վտանգ է, ասենք, կացինի տեսքով ֆարում այդ պետության գլխին եւ մաքսիմալ մեր համար վտանգավոր բանն է այդում էլի, այս երկարաժամկետ լարվածություն, որը Հայաստանի Հանրապետությունը զրկում է Իրանի տարածքով բեռների տեղափոխման հնարավորությունից, Հայաստանի Հանրապետությանը զրկում է հակաօդային համակարգերը, մենք տեսանք, չէ, որ իրանական հակաօդային համակարգ կար ներկայացված, դա մի հատ երկու հատ դա խնդալում այլ ուզում ես ծիծաղես մի հատ երկու հատ հակաօդային համակարգ ես գնում, պիտի լինի, ասենք, հսկայական քանակ, որը որ կապահովի այդ բարձրություններից այն նիշան, որը որ ծածկում էր այդ իրանական մաջիդ համակարգը, դա մի քանի տասնյակ կարող է մի քանի տասնյակ ԱՄՆ դեռ մեզ են երկու հատ ցույց տվել, դեռ թվերի մասին խոսակցություն չկար։ Թվերի մասին խոսակցություն չկար, բայց համենայն դեպս ոնց որ ասած եժուպանյա։ Ենթադրում ենք, որ շատ չի։ Որ Իրանը ունենալով այդ վտանգները իր գլխի վրա, մեզ մատակարարելու էր մնացորդային, այսպես ասած, սկզբունքով։ Դե ամեն դեպքում այդտեղ սպասարկում կա, սնարյադկա բան կա, որը որ եթե Պարսկաստանը պատերազմի, մենք խնդիր ենք ունենալու։ Մենք արդեն ունենք այդ խնդիրները, ու դա գնալով ավելի է զարգանալու։ Մենք ունենք խնդիրը, որ արդեն քանակները չի լրացվելու, հնդկական, ասենք, քանակները, որոնք որ հնդկական լրատվամիջոցներով բաներ եղել, ինսայդեր եղել եւ այն քանակների մասին, որ մենք իմացանք Հնդկաստանից, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ձեռք բերի, այդ քանակները մի քանի տարվա վրա էր լղոզված, որ ի վիճակի լինեն նման աբյոմներ յուրացնեն, առաջի անգամ մեծ էքսպորտ էր անում Հնդկաստանի ռազմարտունաբերությունը։ Մենք այդ զենքերի ստեղ բերելու խնդիրներ ունենք, լոգիստիկ հարց ունենք, շատ լուրջ խնդիրներ, փաստորեն մեր մոտ մի քանի անվտանգային լուրջ խնդիր առաջանում դրանից, բայց Իրանը այսօրով շատ ավելի լուրջ վտանգի տակ է, զարմանալի բան ասեմ, քան ցեղասպանության առջև կանգնած Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Իրանը ոչնչացնելուց ոչնչացնելու են sense անմնացորդ, եթե այդ բանը տեղ ունեցավ։ Իրանը դեռ չի պարտվել, հուսանք չի պարտվի, մաղթենք իրանց չպարտվելը,
հաղթել իհարկե իրանք չեն կարող, բայց չպարտվել կարող են եւ մաղթենք իրենց, որ իրանք չպարտվեն, բայց դա ամենածանր սցենարն է լինելու համ իրենց համար, համ մեր համար, որ ինքը երկարաժամկետ տարիներով ձգձգված կոնֆլիկտ։ Հրամանատար առանց գետնին տեղի ունեցող օպերացիայի արդյոք հնարավոր է Իրանի նման պետությանը պարտության մատնել։ Հնարավոր է տրոհել ներսից։ Այդ սոցիալական լարվածություն առաջացնելով մի քանի միլիոն գործազուրկ հիմա կա, հետո որ դառնա մի քանի տասնյակ միլիոն, դրա դեմ ոնց են առնելու։ Խաղաղություն դրոշը բռնած Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականում, ասենք, թքած ունեն, էլի, ասենք, դրա վրա, որ հեղափոխություն կլինի, եսիմի, իրանց համար պետք է շատ կարևոր, ասենք, բան տեղի ունեն այս ռեգիոնում։ Իրանը որպես պետական, որպես ցիվիլիզացիոն կենտրոն դադարի տեղի ունեն, գոյություն ունենալ, ու այդ ամեն ինչ, ասենք, պարզ, sense կարմիր թելով երևում է, էլի, այդ կտորի վրով քաշել են այդ կարմիր թելը։ Ինձ ուղղակի զարմացնում է, որ լավատեսության հերթական անգամ մենք բան արած, վարակված ցանկալի ներկայացնում ենք նույնիսկ էքսպերտների, ասենք, մակարդակով իրականության տեղ։ Մենք չպիտի ինքնախապեյությամբ զբաղվենք ոչ մի հարցում, մանավանդ եթե անվտանգության հետ է կապված։ Այդ տրիպի տնորեն հիմա որ նշանակվել է, սաղի մոտ արդեն պատրանք էր առաջացել, որ տրիպը երբեք չի լինի, ամերիկան դե բանան այնքան որ զբաղված է Պարսկաստանով եւ դա անիմաստ է, բայց տեղի ունեցավ ավելի շատ ձևի համար ստորագրել տվեց եւ այլն, բայց տեսնում ենք, չէ, որ զարգացումները գնում են եւ դա ընդհանուր sense բան շարվածքի մեջ հակաիրանական Իրանը խեղդելու բանա գործողությունա Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից եւ այդ խեղդելու process-ին ներքաշել են համ թուրքերին, համ մեզ։ Եվ հասկանալի է, որ մենք ճարահացյալ ենք դրան գնում, որովհետեւ հաստատ չենք ցանկանա Իրանի հետ լուրջ կատակլիզմներ տեղի ունենան։ Ոչ մի հայ չեմ կարծում, որ եթե գոնե մի փոքր իր մեջ տրամաբանությունը, ասենք, աշխատում է, որ նման բան կցանկանա, բայց մեզ ներքաշել են այդ տրիպի ծրագիրը ստիպելով, որ մենք ընդունենք։ Իրատնտեսական, քաղաքական բանը, սա բաղադրիչները, որ sense հաշվի չես առնում, քաշում ես միան, տեսնում ես ինչա կատարվում։ Սահմանի վրա անցնում է միգից, որը որ թուրքական հողերը իրար միացնում է եւ Իրանի սահմանի վրա էլի նկատի ունեմ։ Եվ այդ դրան տնօրինում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հասկանալի է, չէ՞, այդ ամեն ինչը ինչի համար էր։ Մեզ կարող է ինչ-որ դիվիդենդներ բերի տնտեսական, կարող է չբերի, դա խնդալու է, եթե կարծում ենք, որ այդ մի չէ, դե հայկական կողմի հիմնական նպատակը որ այդ դա պիտի խաղաղություն բերի, խաղաղության, ոնց որ ասած կատալիզատոր լինի, որ դա բերի խաղաղության, ես համոզված չեմ, որ դա մեզ կապահովի Սյունիք չկորցնելուց, Գեղարքունիքի մի հատվածը չկորցնելուց, ինքը ոչ մի բան չի ապահովելու, ինքը ապահովելու է Իրանի շրջափակումը, ուրիշ ոչ մի բան։ Դրա վրա մեծ հույսեր կապել պետք չի, քո ռեսուրսները պիտի ճիշտ օգտագործես, քո ռեսուրսները, որոնք միայն ու միայն քեզանից են կախված, դա մարդկային ռեսուրսներն են, եւ մարդկային ռեսուրսները ճիշտ կառավարելու դեպքում դու կկարողանաս երկարացնես օկուպացիայի, ասենք, հավանական բանը դեմ պայքարը եւ դա կարա ոնց որ ասած զսպող դեր խաղա թուրքական ագրեսիային Սյունիքի վրա, Վայքի վրա կամ ասենք Գեղարքունիքի վրա։ Ու ազգ բանակ էլի, ոնց որ ասած իմ շրջին է։ Շատ ենք խոսել դրա մասին, անընդհատ խոսում ենք, վստահ եմ էլի խոսելու ենք, էլի total defense-ը ազգ բանակը տարբեր երկրներում ինքը տարբեր կերպ է կոչվում։ Հաջորդ կոնֆլիկտին գանք, հրամանատար ռուս-ուկրաինական պատերազմը, որը երևի վերջի 2 տարվա ընթացքում կես տարին մեկ, 4 ամիսը մեկ չխոսակցություններ են սկսում, որ այս ամեն ինչը հեսա ավարտվելու է, ու ինքը ոչ մի կերպ չի ավարտվում։
Հիմա Ռուսաստանում հերթական զրույցները կան, որ Ռուսաստանում պարլամենտական պետդումայի ընտրություններից հետո նորից մոբիլիզացիա է տեղի ունենալու։ Ոնց է կարծում եք, մոբիլիզացիան կլինի թե չի լինի, այսինքն կա դրա անհրաժեշտությունը, թե չկա։ Եվ ի վերջո ծերը երևում է պատերազմի, թե չի երևում։ Մի քիչ առաջ մենք փորձեցինք Իրանի շուրջ գեոստրատեգիայի մասին զրուցենք, մի հատ կարճ գեոստրատեգիայի մասին խոսանք Ռուսաստանի, հետո նոր անդրադառնանք ավելի Ռուսաստանի իրադարձություններին, Ռուսաստանը այն վիճակում է հայտնվել, որում Իրանը շատ վաղուց էր։ Իրանը 79 թվականից բլոկադայի մեջ է եղել, այս կամ այն ձևով, երբ որ դեսպանատան տարածք Ամերիկայի Թեհրանում ներխուժեցին ուսանողները, եւ այդ ամեն ինչը բերել անդրան, որ աշխարհի երևակայի ամենամեծ պոտենցիալ ունեցող երկրներից մեկը տեսնում ենք, որ Հայաստանից եսիմինչ ձևի զարգացած երկիր չի։ Իրանի հետ նույնը կատարվում է հիմա Ռուսաստանի հետ եւ դա կատարվում է մոտավորապես 14 թվականից սկսված նույնիսկ ինչ որտեղ ավելի շուտ երբ որ այդ բանը Մայդան կոչվածը տեղի ունեցավ թուրքական հրապարակ բառնա Ուկրաինայում, Կիևում զարմանալի է, որ նույնիսկ ասենք ուկրաինացիների հետ զրուցելուց ես որ նման բան եմ ասում ոնց դա մեր Մայդան նեզալեժնաստ ասում եմ նույն բանը վրացիք են ասում Մոյեդանի, բայց դա թուրքական ասենք թե նույնիսկ կարող է ասենք արաբական ծագում ունեցող բանն է, էլի ասենք հրապարակ բառնա Ինչ է կատարվում այդ առումով Ռուսաստանում ինքը տնտեսապես լուրջ խնդիրներ ունենում ինքը խաղաղությունը պարտվում է ու դա բացահայտ երևում է բացահայտ երևում է ոչ միայն որ բենզինը այնտեղ բենզինի գործարանների նավթամշակման կոմբինատներին ուրեմն խփում են ու դրա պատճառով բենզինի հերթեր է բանանում երևում անդրանով որ ուրեմն առաջինը բացահայտ զռած օրենքի եւ Սովմինի որոշման բանով երբ որ ուրեմն շինարարությանը մեծ զարգ տված բաները ոնց էր կոչվում այդ հարկերը պարտքով փողով տալիս են վարկերը կրեդիտները հա կրեդիտները շինարարական բանա կամպանիաներին շունչ տվող որ մարդկանց են տալի հա հիպոթեկային վարկերը հատուկ պայմաններով երեխա ունեցողներին հայրական կապիտալների միջոցով բան դա չեղյալ հայտարարվեց կարծեմ անցած տարվասկի թե նախանցած տարի դա արդեն ոնց որ ռուսասիրում ասել զվանոչիկ էր բայց դա զվանոչիկ չէր դա կոլակլ էր էլի ասենք մեծ զրնգոց էր որ Ռուսաստան պետությունը Ռուսաստանի դաշնությունը չի ձգում իսկ չձգելը բանա դա միայն այդ գումարային խնդիրները չի դեմոգրաֆիական խնդիր էր, չէ՞, այդ հարցը լուծում։ Ինչի համար էին այդ հարցերը, ասենք, բարձրացրել եւ պետությունը բավականին մեծ վնասներ էր կրում, ասենք, այդ գումարները տրամադրելով դեմոգրաֆիական խնդիրները ուրեմն հետ են դրվել։ Հետադրվում ուրեմն դպրոցների սնունդի հետ կապված հարցեր։ Ուրեմն կտրվել է բանը բազմաթիվ ռեգիոններում կատարվել է հատկացվող գումարը դպրոցականների սնունդի տեսքով եւ դա արդեն թղթի վրա է երևում ինչքան ասենք բաներ կա որ մենք չենք տեսնում sense կողքից բայց իրենք տեղի են ունենում բայց տեղի են ունենում իսկ այն որ արդեն թղթի վրա է Սովմինի որոշումով տարբեր գուբերնատորների ասենք հրամանագրերով դա արդեն ինչ որ մի քանի ամսվա կամ մի քանի տարվա բարդությունների արտացոլում է կարճ ասած Ռուսաստանը այսօրով միակ բանը որ կարա դնի որպես հակակշիռ այդ իրեն պարտադրվող պարտությանը խաղաղության հարցում դա ավելի ու ավելի լուրջ ռազմական ասենք պոտենցիալ ունենալ եւ հարվածնելը ու գալիս ենք բանա մոբիլիզացիային ինքը հրթիռների արտադրությունը հասկանալի է որ ինքը ճիշտ է վարվում ինքը դառնում է վտանգավոր հայաթի տղա որին ավելի լավ է ձեռք չտանք
բայց մեկը էլի ձեռ են տալի, ոստիկանություն են կանչում, բողոքում են ընդ որ հիվանդա միգուցե եւ կարող է գա հոգեբուժարանից, ասենք ինչ-որ էկիպաժ, դպրոցի տնօրենին, ծնողներին, ահա բողոքում ես, կարճ ասած բերում են ընդրան, որ ինքը ազատ կյանք չվարի, էլի ասենք, հա, հասկանալի է, որ ինքը բան, բայց ինչ կարա անի նման ժամանակ հայաթի տղեն ավելի ու ավելի վտանգավոր դառնա, գնա բոքսի, չգիտեմ, դանակ տաշի, Ռուսաստանը այդ ճանապարհին է, այո, Ռուսաստանը այդ ճանապարհին է, ինքը հասկանում է իրան ուր են տանում եւ դա միայն հրթիռներ սարքելը չի, այլ նաեւ մոբիլիզացիայի հասարակությանը նախապատրաստելն է, որ անհրաժեշտության դեպքում եւս մի ալիք մոբիլիզացիա արի։ Ուրեմն սխալ կարծիք կա, որ այն մոբիլիզացիան 22 թվականի աշնանը, որ եղել է մինչև հիմա իրանք մարտի դաշտում են, այդպես չի, իրանք շատ վաղուց արդեն տներում են, շատ վաղուց, նու այնով որ ողջ ժամանացը, հաշվի առնելով, որ առաջի փոլում ինչ մսաղացեր թե ռուսների մոտ, թե ուկրաինացիների մոտ։ Բայց նոր ալիքը, որ եղավ, դա արդեն կասի արևմուտքին, որ իրենք ստիպեցին Ռուսաստանին, որ ինքը էլ ավելի խորանա ռազմական ծախսերի մեջ։ Հա, Ռուսաստանը ուրիշ ելք չունի, ինքը պետք է ավելի ու ավելի, ասենք, կարճ ասած, պերաշկի ուտելու փոխարեն պետք է դանակը տաշի, հա, բայց հիմա իրան ստիպելու են, որ ինքը դանակ տաշելուց բացի պարտքի տակ մտնելով մի հատ պիստոլետ առնի, ոնց որ ասած, կարճ ասած, Ռուսաստանը նորից ու նորից կայնելու է այն վիճակում, հայտնվի այն վիճակում, երբ որ ամբողջ այսպես ասած զարգացած աշխարհը իր դեմ էր եւ ինքը ինչ որ բաներ զիջելով պետք է պարտվի, խաղաղություն պարտվի, ոնց որ ասենք Ղրիմի պատերազմում։ Ուղղակի հիմա ինքը Հայաստանի տարածք չունի, որ մեզնով բանանի, ատկոպիցա լինի, գլխագին տա, ոնց որ ասած, որ Ղրիմը վերադարձնի, Ղրիմի պատերազմը 1950-ական թվականներին իրենք կիսապարտված վիճակում էին Ղրիմում եւ որպիսի բանը Սևաստոպոլը Ղրիմը հետ իրան վերադարձնեն իտալացիք, ֆրանսիացիք, անգլիացիք եւ թուրքերը, ինքը հսկայական ձեռքբերումներ Էրզրում, Ղարս, այդ ամեն ինչը բանը տվեց բաներին, թուրքերին։ Հիմա Հայաստան չունի, որ ինչա տալու դրա դիմաց, եթե հողային պահանջ լինի։ Ինչ պետք է ինչ-որ մի բան տա, չէ՞։ Ոնց նայում ես Կովկաս։ Կովկասը կորցնելու եզրին է այսօր Ռուսաստանը։ Եզրին է թե կորցրել է Արամնատար։ Նախ Կովկաս ասելով ինչն է, հա, Անդրկովկասը նկատի։ Ես հյուսիսային Կովկասի հետ եմ, արևմուտքը փորձելու է իրանցից տանի Կովկասը, որտեվ Կովկասը դա մի հատ լուրջ բանա պատա, որը որ անցնել է շատ դժվար է։ Համ ֆիզիկապես դժվար անցնել, համ տնտեսապես։ Կարճ ասած, Կովկասի լեռնաշղթան Ռուսաստանի թագավորների համար ամենաճիշտ որոշումներից մեկն էր հարավը ապահովելու համար, որ իրանք Կովկասի լեռնաշղթան վերցրեցին։ Բայց դա ապահովելու համար իրենք պետք է պահեին Վրաստանը, Հայաստանը եւ Մերձկասպյան ռեգիոնը, իրանք դա չկարողացան անել։ Սկզբից կորցրեցին Վրաստանը, հետո վերջնականապես 13 թվականին, ասենք, Գաբալայից իրանց հանեցին թուրքերը, հիմա էլ դե Արցախը, երբ որ իրանք ի վիճակի չեղան, ասենք, այդ բարձրացրած քարը պահեն եւ գցեցին ոչ թե իրանց ոտին, այլ մեր գլխին անգավ, դրանից հետո իրանք մեզ նենց չի որ պետք չեն, բայց այդքան սուր չի այդ պետքը։ Հա, լավ կլինի, որ Ռուսաստանում մեր 2.5 միլիոն հայրենակիցները, որոնք մշտական դոնոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որ իրանք լինեն, բարգավաճեն, ասենք, բայց Ռուսաստանը որպես պետություն այլ լծակներ գրեթե չի թողել իր համար մեր քաղաքականության վրա ազդելու։ Ու ֆիքսենք, որ ինքն է դա արել, էլի, այսինքն այնպես չի, որ Հայաստանի պետությունը կամ հայ ժողովուրդը կապ չունի մենք ոնց ենք վերաբերվում, էլի, իշխանություններին կամ մնացածին, այսինքն դա մաքուր Ռուսաստանը ամեն ինչ արել է, որպեսզի արհեստական թուլացնի կախվածությունը Հայաստանի Ռուսաստանից։ Այսինքն այն ամեն ինչի համար մենք ստիպված էինք
ռուսներին, չգիտեմ, հա, լսել, ենթարկվել, ականջալուր լինել, սիրա շահել, ռուսները այդ ամեն ինչը բաց թողեցին, գցեցին մեր գլխին, կոպիտ ասած։ Դա ես Արցախի մասին էի խոսում, երբ որ իրանք այդ քարը վերցրեցին, որ իրանց համար թվում է թե խաղալիք էր, բայց չձգեց, բայց իրականում այդ ամեն ինչ ավելի շուտ է սկսել, շատ ավելի շուտ։ Երբ որ իրանք թուրքերին զենքի 2 միլիարդ, այո, ընդհանուր միջև 5 միլիարդի զենք վաճառելով ու մեզ որպես զատրավկա էին օգտագործում, մեզ մի քանի զենքի տեսակ անվճար էին տալի կամ գործարանային գներով ու դրա դիմաց մի 20 հատ բան ծախում էին, ասենք թուրքական զինված ուժերին, շատ ավելի հզոր մի բան կամ հավասարազոր, բայց քանակով խոսքի մի 10-20 կամ 100 անգամ ավելի շատ։ Այդ ամեն ինչը այդ իրանց փողի կարիքը ունենալը կամ փողի մոլուցքով տարված լինելը բերեց դրան, որ հենց ինքը կդրեց այն թելերը, որով որ պահում էր հարավային Կովկասը իր տիրապետության, եթե տակ չէ, իր ազդեցության գոտում ռազմաքաղաքական առումով։ Քաղաքական, տնտեսական, դա Ռուսաստանի համար ոնց հասկանում եմ, այնքան էլ հասանելի չի, որովհետև Ռուսաստանը միշտ սաղ իր հարցերը ռազմաքաղաքական լուծումներ ա տվել։ Ինքը հենց ռազմաքաղաքական առումով դուրս եկավ արևելյան Եվրոպայից, ինքը նույնիսկ չփորձեց տնտեսական ինչ-որ կապեր պահի։ Ոնց որ չի պատկերացնում, եթե իր ռուսական զինվորը ինչ-որ ձևով ներկա չի, ուրեմն այնտեղ ռուս կուպեցը անելու բան չունի, էլի զարմանք է առաջացնում, թեկուզ այն, որ անգլիացիներին նայեք, էլի։ Առանց մի զինվորի երկրներ են գրավում աշխարհում։ Ինքը Հնդկաստանը երկար տարիներով մի քանի 100 տարի կարելի ասել ամբողջությամբ Հնդկաստանը չէ, բայց զգալի մասը իսկ հետո ամբողջությամբ պահելով անկախություն Հնդկաստանը ձեռք բերեց նաև Մահատմա Գանդի շնորհիվ եւ ինչ է կատարվում։ Մինչեւ օրս անգլալեզու բիզնեսը Հնդկաստանում ամեն ինչ է որոշում։ Այ Ռուսաստանում իրանց ֆանտազիան հերիքեց, ասենք, որ Հայաստանում բան անեն, հեռախոսի կամպանիա մի հատ երկու հատ ունենան, то есть մեր համար բանը երևի շատ կարևոր էր որպես բամբասկոտ ժողովրդի, որ մենք հեռախոս ունենանք եւ հեռախոսը ինքը ապահովի։ Ոչ մի լուրջ տնտեսական ծրագրեր իրանք չարեցին։ Ուրեմն այնքան դեպի գանք էլի որ իրանց ինչ էլ որ արեցին, որտեղ էլ որ մնացին, մեծ մասը ֆանտաստիկ ցածր էֆեկտիվությամբ աշխատող ընկերություններ են։ Այո, ոնց որ պետական հիմնարկները ցածր էֆեկտիվություն ունեցող բան են, ասենք Հայաստանի Հանրապետությունում եւ մենք մեր աշխով ենք տեսնում ոնց են վարի տալի տարբեր պետական հիմնարկներ, ասենք մեր տնտեսության ինչ-որ հատվածներ, ռուսը էլ ավելի վատ կառավարիչ է, որ իրանք կան սաղ այդ հիմնարկները, տենց էլ ավելի վատն է ու պատճառը, որ այնտեղ համադրված է իրար հետ sense մեկը մյուսի վրա դրված է պետական կառավարումը ու մեծ կոռուպցիա։ Դե Ռուսաստանի կոռուպցիայի մասին լեգենդներ է հյուսված, որի տակ երևի 99% իրականություն է, էլի ասենք։ Եվ մենք մի քիչ ռազմական բանից դուրս ենք հիմա զրուցում, բայց պետք է հասկանանք, որ այդ ամեն ինչը, ասենք, ռազմական անվտանգային ոլորտում է, հա։ Ինքը անվտանգության մեջ է, այո։ Մենք հիմա շատ մեծ դժվարությամբ սնունդի հարցերն ենք լուծում Հայաստանի Հանրապետության ու հողերի հսկայական քանակ չմշակելով։ Մենք էլ պակաս հիմարը չենք էլի, քան Ռուսաստանի պետությունը, բնակչությունը, Երևակայի նաև սնունդի անկախությունը հնարավոր է անել։ Ամենակիչը, ասենք, ինչ որ ծրագրեր պետք է լինեն, որ մարդկանց ստիպեն, որ այն հողերը, որոնց իրանք տեր են համարվում, այդ հողերը մշակվեն։ Ռուսաստանը տան մշակողին ինչ որ մի ժամանակ ես գիտեմ որ օրինակ Շվեյցարիայում այդպես օրենք կա, որ եթե դու չես մշակում, ինչ որ մեկը գալիս է մշակում, դու չես կարա չթողես իրար։ Այդ մի սեզոնը ինքը կարա մշակի։ Շվեյցարիայում էլ ավելի հետաքրքիր բաներ կա, որ եթե դու չես մշակում 2-3 տարի, հետո էկոլոգիայի եւ ասենք մյուսների կարան ձեռիցդ խլեն, որ նման բան Ռուսաստանն էլ իմիջայլոց օրենք ընդունեց, որ եթե չես մշակում, ընդ մշակաբույսերի համար վտանգավոր սառնյակներ, մոլախոտեր կան եւ դրա պատճառով կարան տուգանքներ լինեն։
բայց տուգանքները այդ հարցը չեն լուծում, էլի իրանք միշտ ավելի ցածր են, քան ասենք մարդը կարա իրան թույլ տա նման բանի սեփականատերը լինելու, կարճ ասած կառավարիչ որպես Ռուսաստանը միայն զինվորական բանով է, այն որ ես ասում եմ, բանա ինքա տապորով ասա հարցերը լուծում, ես նկատի չունեմ, որ ինքը դահիճ է կացինով, չէ, ես նկատի ունեմ այն Իվան Ահեղի կողքը կանգնած են բանա մարտական կացիններով, սեկերաներով, ասենք զինվորականներին։ Ես դա նկատի ունեմ, ինքը ամեն ինչը զինվորականով եւ որպես հետևանք ինքը խաղաղությունը միշտ պարտվում է, միշտ վերջի մի քանի 100 տարվա մեջ եւ մենք ցավալի է Արցախը կորցնելով, բայց մենք ստացանք հնարավորություն այդ իր նարատիվների մեջ մտնենք այն վաղ, երբ որ մեզ ձեռա տալի, ոչ թե մեզ պարտադրեն։ Այսինքն նայենք, ու ռուսը ինչ-որ բանի մեջ փորձի մեզ ներքաշի, սա մեզ ձեռա տալի, թե ձեռ չի տալի։ Եթե ձեռ չի տալի, ասենք ախպեր առանց մեզ, էլի, ինա դու կացինդ ունես, չգիտեմ, գնա քո գործերն արա։ Ցավալի է, որ Արցախով այդ բանը եղավ, դա մեր մեծ էշուց լինելուց է, ողբերգական է, մեր էշ լինելուց է, ասեմ ձեզ, ես Մոնթեին չեմ ցիտում ստեղ, Մոնթեն էշ ասելով, բանը ինքը սիրով էր դա ասում, ես չսիրելով, ես չարությամբ եմ ասում, մենք չպետք է այդ աստիճան էշ ըլնեինք, որ մեր երկրի մոտավորապես, ասենք, 20%-ը կորցնեինք, նոր հասկանայինք, որ կարելի է ասենց անել, կարելի է անենց անել։ Հիմա էլ հաճախ շատ բան չենք հասկանում, դա ձեզ ասեմ, ու ես նկատի չունեմ միայն կառավարող մարմիններին, այլ նաև քաղաքացիներին, էլի, այն որ ռոպագանդայի հեշտ զոհ ենք դառնում, ով անգլերեն է լավ հասկանում, CNN-ի զոհն է դառնում կամ Al Jazeera-ի, ով ռուսերեն է հասկանում, Vesti-ի զոհն է դառնում, չենք փորձում լուրջ տրամաբանենք եւ մեր շահը գտնենք ամենուրեք դու ունես քո շահը եւ դու պետք է քո շահով ղեկավարվես։ Մի փոքր էլ մի բան ավելացնեմ եւ երևի սա մոնակել է արդեն հաղորդում։ Բանը Ռուսաստանը այս պահին ռազմական թվացial հարվածներ ակերել կորցանարար, այդ գործարաններին, դա հավատացեք ոչ մի լուրջ հարց չի լուծում։ 10 կիլանոց կամ 20 կիլանոց անօթաչու սարքի դիմաց ինքը 10 տոննա կամ 100 տոննա պայթուցիկ է լցնում ուկրաինացիների գլխին։ Մարտի դաշտում ռուսը հաղթելու է, հավատացեք, էլի դա զուտ, ասենք, բանի վրա չի, որ ես ռուսական բանակի, ասենք, ավագ սերժանտ եմ եղել, սովետական բանակի, ինչը նույն բանն է։ Ոչ, դրանից չի, դա շատ ռեալ անալիզ է, որը որ ուրիշ վերջավորություն չի կարող ունենա։ Ռուսը հաղթում է պատերազմում, միանշանակ այդ կատոկը, որը որ բանա նուպագադի մուլտիկով մի ղեկավարվեք, ասենք կատոկը շատ դանդաղ է տեղաշարժվում։ Այդ ռուսական կատոկը կամաց շատ դանդաղ գնում առաջ եւ ասենք կարողանում է իրենց հարցերը լուծել, ասենք մարտի դաշտում։ Եվ նա միանշանակ հաղթելու է անգամ եթե գերմանացին իր զինված ուժերով միանա, ֆրանսիացին միանա իր բանով միջուկային տրիադայով, որը որ միակն է Ամերիկայից եւ Ռուսաստանից դուրս որ տրիադա ունի միջուկային, ով ուզում է միանա ինքը մարտի դաշտում Նապոլեոնի կարող է օրը չկարնակցի կամ Հիտլերի օրը չկարնակցի, բայց մեկը հաղթելու է, բայց խաղաղությունը, որը վերջո ամրագրում է մարտական գործողությունների արդյունքում հաղթանակները ինքը այդտեղ պարտվում է ու պարտվում է այնց որ երևում է եւ այն ինչ որ մենք մի փոքր ստե նշեցինք դա հսկայական ինֆորմացիայի մի չնչին մասն էր մաղթում եմ ձեզ լինել խելացի տրամաբանել վերջապես շախմատի դպրոցները որ բացել են հենց այնպես չեն բացել էլի լավ է Սիրելի ռադիո լսողներ մի փոքր ավելի երկար քան սովորաբար հետախույզի օրագիրների եթերում առաջին խոսափողի մոտ հեղինակ Վովա Վարդանովն էր երկրորդի մոտ Դավիթ Խումարյանը հաջորդ շաբաթ կհանդիպենք